Պետրոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Իրանի շուրջ գործողությունները պատերազմական շարունակվում են եւ որքան էլ որ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ Իրանի շուրջ տեղի ունեցող պատերազմական գործողությունները մեզ չեն վերաբերվում, մենք ի վերջո խաղաղություն է եկել, օրերս Միացյալ Նահանգների եւ Իսրայելական ուժերի կողմից թիրախավորվել էին իրանական համալսարաններ եւ Իրանը սրանի պատասխան վերջնաժամկետ ներկայացրեց Միացյալ Նահանգներին, ասելով, որ կամ ներողություն եք խնդրում ձեր կատարած գործողությունների համար, կամ ամերիկյան համալսարանները աշխարհում մեզ համար դառնում են թիրախ։ Այո։ Եվ տարածաշրջանում։ Հայաստանը, որը խաղաղության մեջ է, պարզվում է Հայաստանի տարածքում կա թիրախ։ Խոսքը Հայաստանի ամերիկյան համալսարանի մասին է, այսօր ամերիկյան համալսարանը հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով դասապրոցեսը տեղափոխվում է on-line արդեն։ Ըստ ձեր մեկնաբանությունը։ Չի հակասում խաղաղության օրակարգ։ Նախ եւ առաջ չի կարող աշխարհի ոչ մի տեղ չի կարող լինի պատերազմ եւ իր հարևաններին չվնասի։ Մանավանդ Հայաստանի նման պետությունը, որը ունի 4 հարևան եւ ունի ընդամենը 2 ելք դեպի ազատ շուկա, որոնցից մեկը անցնում է Բանդար Աբասից, Պարսկստանի վրայով, որտեղից հիմնականում գալիս է Չինաստանից, Պակիստանից, Հնդկաստանից, Վիետնամից տարբեր տիպի սննդամթերքներ եւ նաեւ տեխնիկա ու սարքավորումներ ու նաեւ արդյունաբերական հումնյութեր ու նաեւ Պարսկստանից էր գալիս, հիմնականում շինանյութ, ամրաններ եւ տարբեր ապրանքատեսակներ։ Պարզ է, որ պատերազմի պատճառով եւ Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով այդ ապրանքի առաքումը դեպի Հայաստան դանդաղելու կամ ընդհանրապես կանգնելու էր։ Արևելյան Ասիայից Հայաստան գալու համար ապրանքները իրենք ստիպված են նավերով տեղափոխվեն Կարմիր ծովից դեպի Միջերկրական ծով, հետո Սև ծով ու Վրաստանի վրայով դեպի Հայաստան, այսինքն ունենալու ենք ուշացում, որը մոտ 1 ամիս, 1.5 ամիս էր տևելու։ Հիմա երբ որ Եմենն էլ մտել է պատերազմի մեջ եւ շատ մեծ հավանությամբ կփակվի նաեւ Բաբոլմանդեբ նեղուցը, դա նշանակում է, որ արդեն նավերը պետք է գնան ամբողջ աֆրիկյան մայրցամաքը շրջանցեն եւ գան։ Սա նշանակում է ուշացում։ Եվ եթե պետությունը չունի ռեզերվ, Հայաստանի պարագայում այդպես է, մենք ունենալու ենք լուրջ խնդիր։ Այսինքն այն ինչը որ Հայաստանի Հանրապետության չակերտավոր կառավարություն, այստեղ կառավարություն չկա, այստեղ մանկուրտների հավաքածու է, ովքեր որ չեն կարողանում իրական գնահատական տան համաշխարհային իրավիճակին եւ թյուրիմացության մեջ են գցում ժողովրդին եւ հանրապետությանը։ Այսպիսի իրավիճակում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Դրանից բացի մեր պահուստային ֆոնդը այդքան մեծ չի։ Փոխարեն որ Հայաստանի պարտքը դարձնեին շուրջ 14 միլիարդ դոլար, մենք կարողանայինք այդ գումարի մի մասը որպես պահուստային ֆոնդ պահպանեինք, մանավանդ հիմա, երբ որ դոլարի գինը բավականին ցածր է եւ կար հնարավորություն, որ դոլարը կուտակել եւ պահուստավորել, որպեսզի արտակարգ դրության մեջ մենք կարողանանք օգտագործենք այդ պահուստային ֆոնդը, մեր պահուստային ֆոնդը այդքան մեծ չի, այսինքն մոտ 4.5 միլիարդ դոլար է, որը որ մի կաթիլ է, ընդամենը մի կաթիլ է։ Եվ այնպես ինչպես որ այս կառավարությունն է ծախսում, դա վարկյանների ընթացքում փոշիանալու է, այնպես ինչպես որ փոշիացրել են շուրջ 7.5 միլիարդ դոլար փողը, որը որ վերցել են որպես պարտք եւ հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության պարտքը մեծացրել են։ Դրա փոխարեն որևիցե ենթակառուցվածք չի ստեղծվել կամ որևիցե գործարան չի ստեղծվել, որը կարողանա հետագայում այդ պարտքը հետ վերադարձնի, այլ ծախսվել է։ Ինչի վրա, ոչ մեկը չգիտի։ Ինչ ուզում եք իր անունը տվեք, կամ որպես պարգևավճար, կամ որպես վատ ասֆալտ, բայց որևիցե ենթակառուցվածք չի ստեղծվել, որ այդ պարտքը հետագայում վերադարձվի։ Այդ իսկ պատճառով մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիր, եթե պատերազմը եւս ձգվի մի քանի ամիս։ Այդ ժամանակ մենք կկանգնենք բավականին լուրջ խնդրի առաջ։ Սրա հետ մեկտեղ
Դերևս ժամանակին Հայաստանի պահուստում գտնվող, կենտրոնական բանկի մոտ գտնվող մեր ոսկու պաշարները վաճառեցին Տիգրան Սարգսյանի ժամանակ եւ դրանով գնեցին ինչ-որ բաժնեթղթեր, որ իբր թե եկամտաբերություն է բերում, որը այն ժամանակ շատ դուրս քննադատվեց մասնագետների կողմից, բայց ոչ մեկ չլսեց, խոսքը 2012 թե 13 թվականն էր, ճիշտ չեմ հիշում հիմա, բայց վաճառվեց եւ մեր ոսկու պահուստային ֆոնդն էլ չկա, այսինքն մենք ունենք շատ խոցելի վիճակի մեջ ենք եւ այս խոցելի վիճակի մեջ հայտարարել, որ մեզ չի խանգարում, դա ուղղակիորեն կներեք, բայց հիմարություն է եւ էլ ուրիշ ոչ մի բան։ Իսկ ինչ որ վերաբերվում է Միացյալ Նահանգների ամերիկյան համալսարանը Հայաստանում, երբ որ պատերազմը սկսում էր, կարծեմ ձեզ մոտ էր, որ մենք խոսեցինք եւ խոսեցինք նաեւ Միացյալ Նահանգների կառույցները, որը ունեն Հայաստանում։ Իրենք ունեն դեսպանատուն, ունեն ամերիկյան համալսարան, ունեն մի քանի տասնյակ ամերիկյան ընկերություններ, որոնք որ Հայաստանում աշխատում են, եւ ունեն մի շարք այլ կառույցներ։ Եվ սրանք բոլորը օրինական թիրախ են Իրանի համար։ Եթե Միացյալ Նահանգները ինքը խոցում է դպրոցները, խոցում է համալսարանները, խոցում է գործարանները, խոցում է դիվանագիտական կենտրոնները տարբեր երկրներում, այդ թվում Լիբանանում, դա նշանակում է, որ Իրանը ինքը ունի իրավունք այդ բոլորին հակադարձ պատասխան տալու։ Եվ այն ժամանակ էլ ձեզ մոտ քննարկեցինք, որ օրինակի համար, եթե որևիցե գործողություն տեղի ունենա Միացյալ Նահանգների դեսպանատան վրա Հայաստանում, Հայաստանի ազգային անվտանգությունը, հակաաբեկչության դեմ պայքարի վարչությունը կամ սահմանադրական կարգի պահպանման վարչությունը կամ հետախուզությունը ունի համապատասխան հնարավորություն դեմը առնելու, կարելի ասել, որ ոչ։ Իսկապես չունի, եւ այսպիսի իրավիճակում մենք շատ խոցելի վիճակում ենք։ Պարոն Պետրոսյան, մենք երբ լսում ենք իշխանության ներկայացուցիչներին, երբ տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ հայտարարում, որ թրիփ ասվածը թիրախ է, դա թիրախ կարող է դառնալ Իրանի համար, ասում են թրիփում ու ամերիկյան բազաներ չկան, որ թիրախ դառնա, տնտեսական ծրագիր է։ Ամերիկյան համալսարանը ռազմաբազա չի, կրթական ծրագիր է, բայց պատերազմի բնույթը փոխվում է, որովհետև այո, մենք ուզում ենք, որ մեր պետության տարածքում որևէ թիրախ չլինի Իրանի համար, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Իրանի դպրոցներ, համալսարաններ, թիրախավորվում են Միացյալ Նահանգների կողմից, որը պիտի լինի Հայաստանի հասարակության, քաղաքական շրջանակների արձագանքն ու իշխանության մասին չեմ խոսում, պիտի ասենք սիրելի ամերիկացիներ, գոնե ժամանակավորապես հեռացեք, որ մենք ձեր պատճառով թիրախ չդառնանք, թե ինչ պիտի անենք։ Նախ եւ առաջ առիթ ունեցել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մի քանի անգամ ձեզ մոտ ասել եւ վերլուծել, որ թրիփը շատ մեծ բլեֆ էր։ Եվ կմնա որպես մեծ բլեֆել, եւ ուրիշ ոչ մի բան չի լինի, այնտեղ առաջխաղացում չի լինելու։ Քանի որ Միացյալ Նահանգները հիմար չի իր մրցակիցներին հզորացնի, այս բaragայում Չինաստանին, եւ փորձի նրա տնտեսությունը զարգացնելու համար եւս մեկ ճանապարհ, անվտանգ ճանապարհ տրամադրի իրեն։ Այդ իսկ պատճառով թրիփը ինքը շատ մեծ բլեֆ էր եւ այդ բլեֆի շուրջ վերլուծությունները, որ կատարվում էր Հայաստանում, անկեղծ ասած, գիտեք, չեմ ուզում որևիցե մեկին վիրավորեմ, բայց դժբախտաբար Հայաստանի պետական համալսարանը եւ մնացած համալսարանները, ովքեր որ քաղաքագետներ, չգիտեմ, տնտեսագետներ եւ մնացած բաներ են արտադրում, հիմնականում իրենք արտադրել են կներեք, բայց մարդկանց, ովքեր որ ի վիճակի չեն գիրք կարդալու, ի վիճակի չեն որևիցե վերլուծություն անելու։ Մարդիկ են, ովքեր որ կարդում են արտասահմանյան մեկ
կամ 2 մամուլ եւ այդ կարդացածի հիման վրա ոչ թե իրենք են եզրակացնում որևիցե մի բան, այլ տվյալ թերթի կամ տվյալ մամուլի եզրակացությունն են մատակարարում ժողովրդին։ Այդ իսկ պատճառով մենք չենք ունենում անկախ վերլուծաբաններ, ովքեր որ իսկապես հիմք ընդունելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը վերլուծեն իրավիճակը։ Նույնը վերաբերվում նաև քաղաքական դաշտում։ Մենք մեր քաղաքական դաշտում կարող եմ ասել, որ գրեթե առանց բացառության բոլորը արևմտամետներ են։ Մի մասը թաքնված արևմտամետ, մի մասը բացահայտ արևմտամետ։ Եվ այս բոլորը իրար հետ միասին այսօր երգում են արևմուտքի երգը, ամեն մեկը յուրովի է երգում, եւ սրա արդյունքում մենք ունենում ենք մի իրավիճակ, որ դրսից եկած բլեֆը որպես խայծ փորձում են մտցնել մեր ժողովրդի գլուխը։ Արդյունքը ստացվում է այն, ինչը որ այսօր կա։ Եթե փորձագիտական եւ վերլուծական դաշտը ճիշտ վերլուծել իրավիճակը եւ կարողանար ճիշտ մատուցել ամեն ինչը, մենք այսօր այսպիսի վտանգավոր վիճակի մեջ չենք լինի, կլինենք ավելի անվտանգ։ Չեք կարող աշխարհի այսօրվա դրությամբ խոշորագույն ուժերից որևիցե մեկին ասեք մեր երկրից դուրս արի։ Սա կլինի ռազմավարական սխալ։ Բայց մենք որպես պետություն կարող էինք 35 տարվա ընթացքում հզորացնենք մեր հետախուզությունը, որի հնարավորություն ունեինք, հզորացնենք մեր հակահետախուզությունը, հզորացնենք մեր բանակը եւ բերեինք դասական։ Սպասեք, կներեք։ Հետախուզությունը հզորացրել եք, Ամերիկան հավատում է իրանական համալսարաններին։ Իրանը ասում է, ես խփելու եմ ձեր համալսարաններին։ Ինչքան են մենք ինչա փոխելու հետախուզությունը։ Շատ մեծ բան էր փոխելու։ Մենք պատերազմի առաջի օրերին ձեզ մոտ քննարկել էինք, թե ինչ պիտի անի Հայաստանը, որը որ չի արել։ Երբ որ մենք ունենայինք հետախուզություն եւ լուրջ հակահետախուզություն եւ լուրջ արտաքին հետախուզություն, մենք կկարողանայինք գնահատել իրավիճակը եւ նախապես այդ բոլոր քայլերը վերցնել։ Այսինքն նախապես Միացյալ Նահանգների ընկերություններին ասենք, գիտեք ինչա, դուք վտանգի տակ եք, փակվեք, գնացեք։ Բայց ոչ դեսպանատանը։ Դեսպանատունը կամ ամերիկյան համալսարաններին ասենք, որ գիտեք ինչա, դուք խնդիր ունեք։ Մենք ասում ենք ամերիկյան համալսարան, բայց դա մեր քաղաքացիներն են սովորում։ Հայրենակիցներն են վտանգի ենթարկվելու։ Տեսեք, նախ եւ առաջ Իրանի հայտարարության մեջ այնտեղ չի ասված, որ տարբեր երկրներում ամերիկյան համալսարանները, կամ որ ամերիկյան համալսարանի սկզբունքը ինչ է։ Իրենք բերում են ամերիկյան մեթոդաբանություն տարբեր երկրներում եւ այդտեղ դասավանդում են ու այդ թվում նաեւ հավաքագրում են տարբեր մարդկանց։ Այդպիսի համալսարան կա Լիբանանում էլ, կա Սիրիայում էլ, կա Իրաքում էլ եւ տարբեր երկրներում կա։ Այսինքն հեռու եմ այն մտքից, որ Իրանը հարվածելու է այդ համալսարանները։ Իրանը կհարվածի ավելի լուրջ կենտրոնների, օրինակի համար 3 առաջի օրը հարվածեց Բահրեյնում եւ Ղաթարում գոյություն ունեցող 2 խոշորագույն ալումինիումի գործարանները։ Կամ այսօր առավոտյան թիրախավորվեց Քուվեյթի ջրի զտման գործարանը եւ նմանատիպ խոշոր բաներ կանեն։ Իսկ եթե որևիցե մի բան ուզենան անեն, որպեսի Միացյալ Նահանգներին վնասեն, դա կանեն Միացյալ Նահանգների տարածքում, որը բարդ խնդիր չի այսօր Միացյալ Նահանգներում անել։ Բայց ելնում ենք դրանից, որ իրանական կողմը պաշտոնապես համալսարանների մասին հայտարարություն արել է։ Այո։ Ասել է տարածաշրջանում ձեր համալսարանները թիրախավորվելու են։ Մինչև մարտի 30-ը կարծում այսօր մինչև կեսգիշեր ժամանակ կա ամերիկյան արձագանքի համար, տեսնենք ինչ արձագանք կլինի, այսինքն սրանից ելնելով ենք մենք այդ համալսարանների հարցը քննարկում, Իրանը պաշտոնապես դրա մասին հայտարարել։ Ամերիկյան համալսարանները այն ինչը որ կա Հայաստանում, ճիշտ է դրանք համարվում են ամերիկյան համալսարան, բայց իրականության մեջ իրենք մասնաճյուղեր են։ Հիմա եթե հարվածի Իրանը ինքը հարվածելու է դատարկ շենքին, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը հարվածում է Իրանի դպրոցները կամ համալսարանները կամ մանկապարտեզները այն ժամանակ, երբ որ ժողովուրդը ներսն է, Իրանը ունի քաղաքակրթություն,
եւ փորձում է այդպիսի հարվածներ չտալ։ Իսկ մինչեւ որ հարվածը հասցնելն էր, ինքը հայտարարում է, որ հեռացեք, այնպես ինչպես որ արաբական երկրներում է հայտարարել, մինչեւ որ գործարանների խոցելը, որ դատարկեք այդտեղ։ Հիմա եթե Իրանը ուզենա դիցուկ սենց մի քիչ երևակայական Հայաստանի մեջ հարվածի ամերիկյան համալսարանը հաստատ կասի դատարկեք, աստված ոչանի այդ օրին հասնենք, բայց պատերազմ է, իսկ պատերազմի մեջ 14 իրար հետ վարվելու են, եւ մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի, սա է խնդիրը։ Շատ լավ, հիմա Հայաստանը փաստորեն խուսափելու հնարավորություն չունի այլևս այս ամենի մասնակից, կամ գոնե ազդակիր, հա, որ ազդեցությունը իր վրա կրելու է։ Տնտեսության առումով գոնե դուք բացատրեցիք հետևանքները, չնայած ասեմ, այս իշխանություններին երբ լսում ենք, ասում են մենք տնտեսական խնդիրներ էլ չենք ունենալու։ Հիմա կուզեմ նաև մեր քաղաքացիների համար այսպես նախազգուշական տեղեկատվություն տրամադրել։ Հայաստանի ապրանքների որ մասին, ինչ տեսականի է գալիս Իրանի ճանապարհով, այն ճանապարհները, որոնք փոխվելու են, եւ դա ինչ ազդեցություն կարող ունենալ։ Իսկ մարդիկ ինչի պատրաստ են։ Տեսեք, Պարսկաստանից հիմնականում գալիս էր շինանյութ, այսինքն գալիս էր ցեմենտ, ամռան, ներկանյութեր եւ նմանատիպ ապրանքներ։ Գալիս էր նաև սալիկներ, պրեսկրանիտիա սալիկներ եւ գալիս էր նաև թիթեղներ, որը օգտագործվում է տանիքների համար։ Ու մի շարք այլ թիթեղներ, որը օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Սա գրեթե հիմա դադարել է շուրջ 1 ամիս։ Չինաստանից գիտենք գալիս է եւ համակարգիչներ, եւ հեռախոսներ, եւ տարբեր տիպի տեխնիկաներ, սարքավորումներ, Պակիստանից, Հնդկաստանից հիմնական եւ Վիետնամից գալիս էր հիմնական բրինձ եւ որոշ հացահատիկներ, ոչ շատ մեծ քանակությամբ, եւ մի շարք այլ բաներ։ Չինաստանից գալիս էր հիմնականում նաեւ անվադողեր եւ այսինքն մենք այս ամբողջ ապրանքաշրջանառությունը մեր վտանգի տակ է։ Ավելի ճշգրիտ իմանալու համար պետք է դիմենք ֆինանսների նախարարությանը կամ մաքսային կոմիտեին, որպեսզի հստակ տեղեկատվություն տա, թե ինչ ապրանքներ են գալիս այդ ճանապարհով։ Դա կարծում եմ էկոնոմիկայի նախարարը մի ամիս առաջ ասում էր մեր տնտեսությանը չի սպառնում։ Դժբախտաբար մենք էկոնոմիկայի ընդհանրապես նախարարություն չունենք Հայաստանում, դժբախտաբար։ Մարդիկ են նախարարներ նշանակվել, ովքեր որ ընդամենը պետք է Նիկոլին ասեն այո։ Եվ ոչ մեկը իրավունք չունի ասի ոչ։ Եվ իրենք պետք է շարժվեն ըստ Նիկոլի քմահաճությանը եւ քմահաճ վերաբերմունքին։ Այդ իսկ պատճառով մոտավոր տվյալը, որը որ կա, մոտավոր տվյալը, մոտավոր 17-ից մինչև 25% մեր ապրանքներ գալիս էր Պարսկաստանի վրայով։ Եվ մենք այդ ապրանքների կամ ուշացումով ենք ստանալու, կամ ընդհանրապես չենք ստանալու։ Սրանք պետք է գումարել նաև տնտեսության առումով համաշխարհային մակարդակում սպասվող թանկացումները, պարարտանյութի մատակարարումների համաշխարհային խնդիրը, Հայաստանից աշխարհին մատակարարվող բրենզի խնդիրը, որ խնդրի առաջ են կանգնած, եւ նավթամթերքի թանկացման, որը ամեն ինչի վրա պետք է որ ազդի։ Հիմա մեր պարարտանյութը հիմնականում գալիս էր Վրաստանից եւ Ռուսաստանից։ Ոչ Վրաստանը, ոչ Ռուսաստանը այս պահին պարարտանյութի գինը չեն բարձրացրել։ Մինչդեռ Պարսից ծոցից դուրս եկող պարարտանյութի գինը արդեն մոտ 37%-ով թանկացել է։ Եվ Ասիան եւ մասնավորապես Միացյալ Նահանգներում պարարտանյութերը բավականին թանկ վիճակում են գտնվում։ Այս պարագայում առայժմ դեռ չի թանկացել։ Մեր հիմնական նավթամթերքը եւ վառելանյութը գալիս է Ռուսաստանում։ Ռուսաստանը ճիշտ է արգելել էր իր տարածքից բենզինի եւ գազի, հեղուկ գազի արտահանումը, բայց ինչքան ես տեղյակ եմ, առայժմ դեռ Հայաստանին դա չի վերաբերվում, առայժմ։ Եվ այդ իսկ պատճառով դեռ մենք մեզ մոտ չունենք դրա թանկացումը։
Հայաստանի ամբողջ պահուստային, գազի պահուստային ռեզերվը 10 օրվա համար է։ Մեր բենզինինը հազիվ մի այդքան էլ բենզին եւ դիզվառելիքի պահեստ ունենանք։ Այսինքն մենք նորից եմ կրկնում, մենք շատ խոցելի վիճակում ենք, շատ խոցելի վիճակում։ Եվ որևիցե ճգնաժամի դիմաց մեր տնտեսությունը եւ կառավարությունը չի կարող դիմագրավել, եթե տևի մեկ շաբաթից ավել։ Այդ իսկ պատճառով խորհուրդ կտայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարին, որ միայն այո չասեն իրենց շեֆին, նաեւ մի քիչ ուսումնասիրեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսության մեջ։ Պարոն Պետրոսյան, տեսեք, Հայաստանի իշխանությունները վերջին մի քանի ամիսներին հասարակությանը համոզում էին, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում հայ ժողովրդի Հայաստանի դեմ, որ Ռուսաստանից կան սպառնալիքներ, խնդիրներ, եւ հիմա այս իրանական ճգնաժամից պատերազմից սկսելուց մի քանի շաբաթ անց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինքը նախաձեռնում է հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի հետ եւ դրա հաջորդ օրը հայտարարում է, որ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, մենք որևէ խնդիր չունենք։ Ինչ փոխվեց ձեր գնահատմամբ։ Բա հիբրիդային պատերազմ է, բա փորձում էին օկուպացնել Հայաստանը, բա փորձում են Հայաստանը ծայրագավառ պահել, ինչպես իրենք էին պնդում։ Տեսեք, հիբրիդային պատերազմը ինքը պատերազմի վարելու ձև է, որը բաղկացած է 7 տարբեր բաժիններից։ Եվ այդ բաժիններից ամենակարևորը ճանաչողական պատերազմն է։ Ճանաչողական պատերազմը մինչ օրս հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ վարել է Միացյալ Նահանգները, օգտագործելով ֆրանսիական, անգլիական, գերմանական եւ Եվրամիության մնացած բոլոր կառույցները եւ մեր ժողովրդի մեջ սկսեցին փոխել թշնամու եւ բարեկամի կարգավիճակը։ Թուրքիան այսօր մեզ դարձրել են բարեկամ եւ ասում են, որ Թուրքիայի հետ ավելի լավ է, ինչպես որ մի հայտնի չակերտավոր քաղաքագետ ունենք, որ ասում էր ավելի լավ է թուրքի շունը լինել, քան թե չգիտեմ ռուսի ինչը, բայց ոչ մեկից չի պահանջում ինչ-որ մեկի շունը լինել կամ չլինել։ Խնդիրը նրանում է, որ ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ, մանավանդ մեր ազգը ունի ինքնություն։ Մենք կարող ենք չճանաչել մեր բարեկամին, բայց պարտավոր ենք ճանաչել մեր թշնամուն։ Եթե արևմուտքը ուզում է եւ ցանկություն ունի, որ մեր թշնամին դառնա մեր բարեկամը, այն թշնամին, որը 400 տարի անընդհատ մեզ կոտորել է եւ անընդհատ մեր ունեցվածքը մշակութային, կրթական եւ այլ ունեցվածքները սեփականաշնորհել է եւ ներկայացրել է որպես իրենը։ Այսպիսի թշնամու հետ բարեկամությունը նշանակում է մահ, ցեղասպանություն, այնինչը որ վերջի 400 տարվա ընթացքում նվազագույնը 4-5 անգամ ականատես ենք եղել։ Լավ, եթե այսպիսի իրավիճակում իրենք այս մեթոդաբանությունը կիրառել են, դա նշանակում է, որ արևմուտքը չի կարող մեղմ ասած հայ ժողովրդի բարեկամը լինել։ Եվ իրենք վարում են իրենց քաղաքականությունը։ Արևմուտքը այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ, իր հեգեմոնիան ամբողջ աշխարհում կորցնում է։ Եվ իր տեղը զիջում է ուղղակիորեն Չինաստանին։ Ռուսաստանը այն ուժը չունի, ոչ ֆինանսական եւ ոչ էլ գիտակրթական, որպեսզի դիմագրավի Ամերիկային, բայց Չինաստանը ունի։ Եվ այս ամբողջ պատերազմները, որը տեղի են ունենում, այդ թվում Միացյալ Նահանգներ-Իրան պատերազմը, միտված այս խնդրին, այսինքն իրենք փորձում են ամեն կերպ բոլոր այն նեղուցները, որտեղից նավթի եւ գազի եւ այլ հիմնական նյութերը գնում են դեպի Չինաստան, վերցնեն իրենց վերահսկողության տակ։ Թրիպն էլ դրանցից մեկն էր։ Հիմա եթե Հայաստանի կառավարությունը կապ չունի ով է, Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ, վարում են մի քաղաքականություն, որի ընթացքում վնասվելու է Հայաստանի դիրքը եւ Հայաստանը փոքրանալու է այնպես ինչպես որ հիմա է եղել եւ թուլանում է այնպես ինչպես որ հիմա է, այդ ժամանակ ինչ հիբրիդային պատերազմի մասին են խոսում։
Ռուսաստանը ամբողջ Անդրկովկասն է դիտարկում որպես մեկ միավոր։ Իսկ Նիկոլը շատ լավ գիտի, որ եթե այսօր Ռուսաստանը Հայաստանի համար թանկացնի պարարտանյութը այս պահին, երբ որ ամբողջ աշխարհում 37%-ով թանկացել է, եթե թանկացնի վառելիքը, արդեն Նիկոլը կփլվի իր ամեն ինչը։ Եվ այդ ժամանակ ինքը ստիպված է իր ապրանքներն հավաքի եւ փախնի։ Այդ իսկ պատճառով ինքը ձեռք է մեկնում Ռուսաստանին, այն ձեռքը, որով ինքը տասնյակ անգամներ կծել է։ Եվ դրա ամենավառ օրինակը 2020 թվականի օգոստոսի 1-ին պատերազմից 1.5-2 ամիս առաջ, երբ որ ՀԱՊԿ-ը առաջարկեց Հայաստանին համատեղ զորավարժություն անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը, որը միտված էր կանխել պատերազմը եւ Նիկոլը հրաժարվեց դրանից, եւ դրանից հետո հանձնեց Արցախը, այնուհանդերձ դիմում է Ռուսաստանին, որ տուր ինձ եւ վառելանյութ, եւ պարարտանյութ, եւ հացահատիկ, քանի որ մեր վիճակը մեղմ ասած կեղտի մեջ է։ Նիկոլը մի մարդ է, որը որ սկզբունք չունի, ինքնություն չունի։ Նիկոլը քաղկենի անձնավորությունը, որը ատում է հասարակության տակի շերտին, քանի որ ինքը այնտեղից է դուրս եկել եւ ատում է իրեն, ատում է նաեւ այն վերևի շերտը, քանի որ ինքը միշտ ձգտել է հասնել այնտեղ եւ երբեք չի հասել։ Եվ ցանկացած հասարակության քանդման, եթե քանդում ուզում եք իրականացրեք, իշխանությունը տվեք քաղկենի խավին։ Այնպես ինչպես որ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, ավագական Արևմուտքը Նիկոլին եւ իր թիմին բերեցին իշխանության։ Այս քաղկենի խավը ատում է բոլորին։ Ատում է իր սեփական եսին էլ։ Որտեղից դուրս է եկել։ Եվ ունենում ենք այն ինչը որ ունենք։ Սա է խնդիրը։ Այս քաղկենիների հետ մենք գործ ունենք, որոնք որ բացի հայհոյել, բացի փնովել, բացի ծաղրել, բացի բոլոր ստոր քայլերից ուրիշ ոչ մի բան ի վիճակի չի անելու։ Քան որ իր ուղեղի ծավալը, իր ուղեղի ծալքերը այդքան չկան, որ ուզենա որևիցե մի քայլ անի։ Իսկ նախորդ 3 նախագահներին այս պատճառով կարելի է իսկապես դատի տալ եւ դատել, որ դուք Հայաստանում ստեղծեցիք մի քաղկենի խավ։ Մեր դժբախտությունը այստեղ է։